Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ Մոսկվայում ձերբակալել են Ռոսայի ադամանների գողության մասնակիցներին։ Նրանք դա գողացել էին Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար։ ԱԴԾ-ն հայտնել էր, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բաղիկյան եղբայրներն են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանների մաքսանենգության համար։ Գողացված ադամանները Հայաստան են բերվել ADM Diamond-ի կողմից։ ԱԴԾ-ն նշել է, որ խուզարկության ընթացքում մեղադրյալներից արգրավել են մոտ 200,000 կարատ տեխնիկական ադամանդի հումք, որը նախատեսված էր բարձրակումքը ավելի էժանով փոխարինելու համար։ Ըստ մամուլի տեղեկություններին, Ալրոսայից ադամաններ են գողացել եւ իբր մատակարարել դրանք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընկերությանը։ Ի պատասխան այս հրապարակումների ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքասյանի գրասենյակը հայտարարություն տարածեց։ Սուքասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Տեղեկացնում են, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինված է։ Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքասյանը հեծն է գնում է թուրքերին վաճառելու համար։ Ձեռագիրը նույնն է։ Կարծում եմ նմանատիպ լուրերն էլի կլինեն։ Կարելի ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել։ Դարձյալ կրկնում եմ, այս լուրը ապատեղեկատվություն է։ Իրավիճակին արձագանքել էր անգամ ADM Diamonds ընկերությունը, հայտնելով, որ ընկերությունը վերամշակման հումքը չի ստանում ՌԴ-ից։ Ընկերության ադամանդի վերամշակման բարձրակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից եւ Հոնկոնգից, բացառապես օրինական ճանապարհով։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Ովքեր են Բաղիկյան եղբայրները եւ ինչպես են տարիներ առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկվել։ 2021 թվական Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից ներքին սպառման համար բաց թողում մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունը ներմուծվել եւ հայտարարագրվել 148,535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776,84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն ՀՀ դրամ։ Այնինչ նյութերի նախապատրաստման պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով Հայաստանի Հանրապետությունը ներմուծված եւ փորձագետի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքը ավելին է, քան 420 միլիոն ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել եւ վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ։ Նախաքննությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ ԱՆ-ն հանդիսանալով պաշտոնատար անց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու ՎՍ-ին կազմել եւ ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է։ 2021 թվականի հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ ԱՆ-ն եւ ձերբակալվել։ Ամլու լրատվականը պարզել էր, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված պաշտոնյան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն է։ Իսկ ովքեր են էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող տնտեսավարող ընկերության փաստացի սեփականատերերը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն վերջիներս գործարարներ Արմեն եւ Արտակ Բաղինյանն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ։ Ավելին, 2019 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկա էր գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված ADM Diamonds-ի ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը։ Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018 թվականին Աբովյանում հիմնադրվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում, 2014 թվականին հիմնադրված Arva Diamonds ընկերությունը։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ գործարանի բացումը խապկանք է, բլեֆ, քանի որ այդքան աշխատող երբեք չեն ունեցել, արտադրանքը մեծ ծավալներով չեն տվել, եղբայրները դա ընդամենը բացել են, որ քողարկեն մաքսանենգությունը, մշակված ադամանդը բերեն չմշակվածի տակ, թե իբր գործարանում են մշակել։ Հավելենք, որ ազգային անվտանգության ծառայության կողմից գործարար եղբայրները բերման ենթարկվածների մեջ էին եղել։ Ադամանդի քրեական գործի ճակատագիրը ինչ եղավ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն գողացված ադամանդները հետ էին վերադարձվել, իսկ գործը կարճվել։ Եվ հիմա կրկին ադամանդի գործով զբաղվող Բաղինյանների անունը կրկին շրջանառվում է համացանցում։ Այս անգամ հանցագործության մասին ահազանգ է հնչեցնում Ռուսաստանը։ Կհետևենք քննության ընթացքին։ Նոր բացահայտումների մասով հետևեք Արմուր լրատվականին։